Ողջույն սիրելի հայրենակիցներ եւ ողջույն նաեւ բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն դիտել մեր ալիքը թարգմանությամբ։ Վերջին ժամերին լրատվական հարթակներում, ինչպես նաեւ անհատներ, կայքերից, սոցիալական ցանցերից տարածում են իրարամերժ լուրեր գրին քարտի խաղարկության վերաբերյալ։ Մի աղբյուր գրում է կասեցվել է, մեկ ասում է չեղարկվել է, երրորդը ասում է, որ այլևս չի լինելու։ Բայց ո՞րն է իրականությունը։ Այսօր մեր եթերի մեծ մասը նվիրել եմ Diversity Visa-ին, նույն ինքը DV լաթրին կամ ինչպես ընդունված է ասել գրին քարտի խաղարկությանը։ Ինչ են իրականում ասել ԱՄՆ պաշտոնյաները եւ ինչ է պաշտոնապես կասեցվել ու ինչը ոչ, ինչու են առաջացել այս հակասական մեկնաբանությունները եւ ամենակարևորը, ինչ է սպասվում առաջիկայում։ Այս թողարկման ընթացքում կխոսենք միայն փաստերով, հենվելով պաշտոնական հայտարարությունների, ասուլիսների ու պետական հաղորդագրությունների վրա, առանց շահարկումների, առանց խուճապի, առանց կեղծ վերնագրերի։ Եթե ձեզ հետաքրքրում է Green Card-ը, միգրացիան, DV վիզայի ապագան, ապա խորհուրդ եմ տալիս դիտել մինչև վերջ, ամեն ինչ կներկայացնեմ մանրամասն, պարզ ու հասկանալի։ Ընդհանրապես կուզենամ անդրադառնամ սկզբում Թրամփի վարչակազմի վերջին շրջանի գործունեությանը։ Ընդհանրապես Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ վարչակազմը ավելի մեծ ուշադրություն է դարձնում միգրացիոն քաղաքականությանը, այն դիտարկելով ոչ միայն սոցիալական կամ տնտեսական, այլև ներքաղաքական անվտանգության հարց։ Խոսքը վերաբերում է ինչպես ԱՄՆ մուտք գործած օտարերկրացիներին, այնպես էլ երկրում արդեն գտնվող ժամանակավոր կամ մշտական կարգավիճակով անձանց։ Ներքին անվտանգության գերատեսչությունների փոխանցման, ուժեղացվում են վիզաների տրամադրման, կարգավիճակի փոփոխման եւ մշտական բնակության նույն ինքը Green Card-ի գործընթացների ընթացքում իրականացվող ստուգումները։ Հատկապես ուշադրության կենտրոնում են այն դեպքերը, երբ անձը նախկինում Միացյալ Նահանգներ է եկել ուսանողական, աշխատանքային կամ այլ ժամանակավոր վիզայով եւ այժմ դիմել է կարգավիճակի փոփոխման։ Հարց. Արդյոք սա վերաբերում է Green Card-ի խաղարկությանը։ Քաղաքական նոր շեշտադրումները ուղղակի նշանակում են, որ Green Card-ի դիմումները կարող են ենթարկվել ավելի խորը անվտանգային ստուգումների։ Գործընթացները կարող են դառնալ ավելի երկար, բարդ, անցյալում թույլ տված խախտումները, կեղծ տվյալները կամ թաքցված տեղեկությունները կարող են դառնալ մերժման պատճառ։ Ներքին անվտանգության նկատառումներով որոշ դեպքեր կարող են վերանայվել նույնիսկ ավելի ուշ փուլում։ Այս քաղաքականությունը հատկապես կարևոր է այն անձանց համար, ովքեր ներգաղթային ճանապարհը սկսել են ոչ միգրացիոն վիզայով, իսկ այժմ փորձում են ստանալ մշտական կարգավիճակ։ Ինչ է ասում իշխանությունը առհասարակ։ Պաշտոնյաների խոսքով նպատակն է ապահովել, որ Միացյալ Նահանգների ներգաղթային համակարգը գործի օրինականության, թափանցիկության եւ անվտանգության սկզբունքներով։ Շեշտվում է, որ խոսքը զանգվածային մերժումների մասին չէ, այլ ռիսկերի նվազեցման եւ վերահսկողության ուժեղացման։ Իսկ ինչ պետք է իմանան դիմողները։ Միգրացիոն իրավաբանները խորհուրդ են տալիս խստորեն ճշգրիտ լրացնել բոլոր փաստաթղթերը, չթաքցնել որևէ նախորդ մերժում, խախտում կամ փաստ, հաշվի առնել, որ ցանկացած դիմում կարող է դիտարկվել նաև անվտանգության տեսանկյունից։ Պատրաստ եղեք ավելի երկար սպասման ժամկետների Միացյալ Նահանգներում միգրացիոն քաղաքականությունը փոխվում է ոչ թե ձևաչափով, այլ ավելի խիստ է դառնում։ Green Card-ի խաղարկությունն էլ չի չեղարկվում, բայց դառնում է ավելի խիստ վերահսկվող գործընթացի մաս։ Ներքին անվտանգությունն ավելի ու ավելի է ներգրավում միգրացիոն որոշումների մեջ եւ դա ազդելու է հազարավոր դիմորդների վրա։ Սա որպես ներածական մաս, իսկ հիմա ինչ է տեղի ունեցել։ Նախորդ շաբաթ Բրաունի համալսարանի նախկին ուսանողը տասնամյակներ անց համալսարանից հեռանալուց հետո կրակ էր բացել ուսումնական հաստատության տարածքում, իսկ հետո սպանել Մասաչուսեթսում գործող հեղինակավոր քոլեջի մի պրոֆեսորի, որի հետ նա սովորել էր Պորտուգալիայում 90-ականներին։ 48-ամյա Կլաուդիո Նևեշ Վալենտեն, որը ինչպես Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Նունու Լուրեյլոն պորտուգալացի էր ու բնակվում էր Միացյալ Նահանգներում։ Հայտնաբերվել է վերջինս մահացած ինքն իրեն հասցրած հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնել է Պրովիդենսի ոստիկանապետ Օսկար Պերեսը։ Նրա դին հայտնաբերվել է Նյու Հեմփշիր նահանգի Պայստային տարածքում, ինչը ավարտին է հասցրել գրեթե մեկ շաբաթ տևած որոնումները։ Վալենտեն կասկածվում էր նախորդ շաբաթ Բրաունի համալսարանում լսարաններից մեկում երկու ուսանողի սպանության եւ եւս 9-ի վիրավորման մեջ։ Քննիչները կարծում են, որ նա երկուշաբթի սպանել է նաեւ Նունու Լուրեյրոին նրա տանը Բրուքլինում, որը Բոստոնի արվարձան է եւ գտնվում է Պրովիդենսից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ ոստիկանության առկա տվյալներով Վալենտեն գործել է միայնակ։ Պորտուգալիայի արտգործնախարար Պաուլո Ռանգելը հայտնել է, որ իշխանությունները իրոք ցնցված են այս փաստից, որ պորտուգալացի է այն քաղաքացին, որը հանդիսանում է Բրաունի համալսարանում տեղի ունեցած զանգվածային հրաձգության ու MIT պրոֆեսորի սպանության գլխավոր կասկածյալը։ Բրաունի համալսարանի նախագահ Քրիստինա Փաքսոնը հայտնել է, որ Վալենտեն համալսարանում սովորել է որպես ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի ուսանող 2000 թվականի աշնանից մինչև 2001 թվականի գարունը եւ ներկայումս որևէ կապ չուներ համալսարանի հետ։ Մասաչուսեթս նահանգի տատախազ Լիա Ֆոլիի խոսքով Վալենտեն եւ Լուրեյրոն 1995-ից 2000 թվականներին սովորել են Պորտուգալիայի նույն բուհական ծրագրում։
Վալենտեն 2017 թվականի սեպտեմբերին ստացել է ԱՄՆ մշտական բնակության իրավունք Green Card։ Մինչև այժմ պարզ չէ, թե որտեղ է նա գտնվել 2001 թվականից մինչև 17 թվականը։ Կասկածյալ ինքնությունը հրապարակվելուց հետո նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է Green Card-երի խաղարկության ծրագիրը, որի միջոցով Վալենտեն կարողացել էր մնալ Միացյալ Նահանգներում։ Քննիչները տեսանյութեր են հայտնաբերել, որտեղ նա մտնում է Լուրեյրոյի բնակարանի մոտ գտնվող շենք ու 1 ժամ անց Նյու Հեմփշիրի պայստային տարածք, որտեղ էլ հայտնաբերվել է մահացած։ Նրա մոտ եղել են պայուսակ և 2 հրազեն։ Հարգելի հայրենակիցներ, սա է պատճառը, որից հետո հնչել է այդ հայտարարությունը։ Հիմա անդրադառնանք ինչ է ասվել, ով է ասել, հետո արդեն կանդրադառնամ այսօր արված հայտարարություններին։ Այսպես, Բրաունի համալսարանում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում MIT-ում տեղի ունեցած հրաձգությունների պորտուգալացի կասկածյալը Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել հայտնի ուղով, այսպես կոչված բազմազանության ներգաղթային վիզայի Diversity Immigration վիզա ծրագրի միջոցով։ Այս ծրագիրը ամեն տարի վիճակահանությամբ տրամադրում է մինչև 50,000 Green Card այն երկրների քաղաքացիներին, որոնք վերջին տարիներին քիչ են ներկայացված եղել Միացյալ Նահանգների ներգաղթային հոսքերում։ Վիզաները բաշխվում են վիճակահանության սկզբունքով և շատերի համար, ովքեր Միացյալ Նահանգներ գալու այլ հնարավորություն չունեն, սա համարժեք է խոշոր շահումի։ Երեկ երեկոյան, երբ կասկածյալ ինքնությունը հստակ դարձավ, ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը X սոցիալական հարթակում հայտարարեց, որ ծրագիրը ժամանակավորապես կասեցվում է, կամ ուղղակի նշեց կասեցվում է, եւ որ ենթադրյալ հրաձիգը երբեք չպետք է կարողանար մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Բազմազանության վիզայի ծրագիրը ստեղծվել է կոնգրեսի կողմից 1990 թվականին։ Ամերիկյան ներգաղթի խորհուրդը 2017 թվականին զեկույցում նշել էր, որ Միացյալ Նահանգների ներգաղթային համակարգը հիմնականում նախապատվություն է տալիս ընտանեկան կապերին կամ գործատուների հովանավորությանը։ Այն մարդիկ, ովքեր ունեն Միացյալ Նահանգներում իրավասու հարազատներ կամ գործատուներ, որոնք կարող են հովանավորել նրանց վիզաները, շատ սահմանափակ հնարավորություններ ունեն մշտական օրինական ներգաղթի համար, նույնիսկ եթե ունեն հատկանիշներ, որոնք կարող են օգտակար լինել երկրի համար, նշված էր զեկույցում։ Ամեն տարի դաշնային կառավարությունը վերլուծում է վերջին 5 տարիների ԱՄՆ մուտք գործած անձանց տվյալները ու որոշում, թե որ տարածաշրջաններն ու երկրներն են քիչ ներկայացված։ Դրանից հետո սահմանվում են հատուկ քվոտաներ այդ երկրների համար։ Օրինակ, 26 թվականի խաղարկության համար բազմազանության վիզաների մոտ 35,000-ը հատկացվել է Աֆրիկային, 15,000-ը Ասիային, իսկ 8,500-ը Եվրոպային։ Սակայն նույնիսկ վիճակահանությունում հաղթելը չի երաշխավորում Միացյալ Նահանգներ տեղափոխվելը։ Դիմորդներն ու նրանց ընտանիքի անդամները պարտավոր են անցնել լրացուցիչ դիմումի ու ստուգման գործընթաց ԱՄՆ կառավարության կողմից։ Պետքարտուղարության տվյալներով 37-օրյա հայտերի ընդունման համար դիմել էր մոտ 21 միլիոն մարդ։ Ընտրվել էր 130,000 անց, սա ներառյալ դիմորդների իհարկե ընտանիքների անդամները։ Մինչև այժմ պարզ չէ, արդյոք կոնգրեսը իրավասու է առհասարակ միջամտել ծրագրի կասեցմանը, թե փորձագետները նշում են, որ ամբողջական դադարեցման դեպքում դրա մասնակցությունը ամենահավանականն է։ Այսօր կայացած ասուլիսում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ կասեցման նպատակը ստուգման մեխանիզմները վերանայելն է։ Ահա նրա պատասխանը լրագրողի հարցից կսկսենք։ Հաշվի առնելով, որ Բրաունի համալսարանի և MIT-ի հրաձիգը Միացյալ Նահանգները մտել Diversity վիզայով և որ նախարար Նոեմն այսուհետև կասեցրել է ծրագիրը, արդյոք պետդեպարտամենտը դիտարկում է Green Card-ի համակարգում մշտական փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը, օրինակ իրավասության չափանիշների փոփոխություն։ Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել խոսել նրա հետ, գիտեմ, որ նրանք կասեցրել են այդ ծրագիրը, որովհետև ցանկանում են դա անել, և պատճառը, թե ինչու է ծրագիրը կասեցվում, ոչ թե այն է, որ պնդվում է, թե այդ վիզայով եկած բոլորը վատ մարդիկ են կամ պատրաստվում են ինչ-որ տեղ կրակ բացել, պատճառն այն է, որ ցանկանում են պարզել, արդյոք այդ ծրագրի ստուգման վեթինգի գործընթացում կա ինչ-որ բան, որը բավարար չէ, կա արդյոք համակարգային խնդիր այդ հարցում, թե ինչպես են այդ որոշումները կայացվում և որը պետք է շտկվի։ Ուստի ես կարծում եմ, որ խելամիտ է կասեցնել ծրագիրը, մինչև կհասկանանք, արդյոք ծրագրում կա որևէ թերություն։ Կասեցնում ենք ծրագիրը պարզելու։ Արդյոք հարցազրույցի ընթացքում եղել է ինչ-որ բան, որը պետք է կարմիր դրոշ հանդիսանար, բայց չի ճանաչվել որպես այդպիսին։ Դա կարելի է շտկել նախքան ծրագիրը վերագործարկելը։ Այսպիսով, ես պատկերացնում եմ, որ հենց այդ գործընթացն է, որով մենք նույնպես պատրաստվում ենք անցնել։ Սա փաստացի նշանակում է, որ ծրագիրը, որը թեև 2027 թվականի համար չէր մեկնարկել, կասեցվել է, ոչ թե չեղարկվել։ Սա ամենապարզ նախադասությունն է, որը նշանակում է, որ կվերականգնվի հավելյալ ստուգման մեխանիզմներ մշակելուց հետո։ Բայց այդ դեպքում, որտեղից ի հայտ եկավ այդ չեղարկել հասկացությունը։ Մի քանի մեջբերում էլ է հարկավոր պատկերն ամբողջական դարձնելու համար, հետո կանդրադառնամ չեղարկել բառին բնականաբար։
Ներգաղթյալների մասնակցությամբ բռնությունը նախկինում ևս սահմանափակումների պատճառ է դարձել։ Բազմազանության վիզայի ծրագրի կասեցումը վերջին քայլն է այն քաղաքականության շրջանակում, որով Թրամփի վարչակազմը ազգային անվտանգության միջադեպերից հետո սահմանափակում է ներգաղթն ու ճանապարհորդությունները որոշ երկրներից։ Մի քանի հիշեցում անեմ։ Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ աֆղանցին կրակել էր ազգային գվարդիայի 2 զինծառայողի վրա, վարչակազմը կասեցրել էր USCIS-ի միջոցով ընթացող բոլոր ապաստանի որոշումները, ինչպես նաև Աֆղանստանի քաղաքացիների ներգաղթի դիմումները։ Նաև խստացվել են սահմանափակումները 19 բարձր ռիսկային երկրներից եկող անձանց համար, այդ թվում Աֆղանստանից, դժվարացնելով գրին քարտի ստանալն ու ԱՄՆ-ում մնալու ժամկետների երկարաձգումը։ Հունիսին Թրամփը նոր ճամփորդական արգելք էր կապել Կոլորադոյի Բոուլդլեր քաղաքում տեղի ունեցած հարձակման հետ, նշելով վիզայի ժամկետը գերազանցած այցելուների վտանգը։ Այդ հարձակման կասկածյալը Եգիպտոսից էր, որը ներառված չէր սահմանափակման ցանկում։ Այս շաբաթ վարչակազմը ընդլայնել է արգելքը ևս 20 երկրով, իսկ փախստականների ընդունման ծրագիրը, որը նախկինում տարեկան ընդունում էր տասնյակ հազարավոր մարդկանց, գրեթե ամբողջությամբ ապամոնտաժվել է։ Գրին քարտի խաղարկության կասեցման վերաբերյալ հավելյալ տեղեկություն փնտրեցի նաև USCIS-ի պաշտոնական կայքում, սոցցանցերում եւ գտա ընդամենը 2 հայտարարություն։ Առաջինի հեղինակը Ջոզեֆ Էդլոուն է, ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության, նույն ինքը USCIS-ի տնօրենը։ Ահա թե ինչ է ասված. Նախագահ Դոնալդ Թրամփի եւ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի վճռական ղեկավարության պայմաններում USCIS-ը ապահովում է, որ բարձր ռիսկային երկրներից ժամանող բոլոր օտարերկրացիները ենթարկվեն հնարավոր առավելագույն մակարդակի ստուգման եւ զննման։ Ամերիկացի ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանվածությունը միշտ առաջնահերթ են։ USCIS-ը իրականացնում է համապարփակ վերանայում յուրաքանչյուր անձի նկատմամբ, անկախ նրանից, թե որտեղից է նա, եթե նա կարող է սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների համար, ներառյալ այն անձանց, որոնք նշված են նախագահի վերջին հռչակագրում, որն ուղղված է մեր երկրի ներգաղթային համակարգում օրենքի եւ կարգուկանոնի վերականգնմանը։ Երկրորդ հայտարարությունը այսօր տեղական ժամանակով ժամը 2-ին հայտարարությունում ասվում է. Նախագահ Թրամփի եւ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հանձնարարությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը USCIS-ը անմիջապես դադարեցնում է իր մասնակցությունը Diversity վիզայի ծրագրում ամերիկացիներին քրեական տարրերից պաշտպանելու նպատակով։ Այս վտանգավոր ծրագիրը շարունակում է առաջացնել անվտանգության լուրջ մտահոգություններ, քանի որ այն կարող է ներգրավել մասնակից երկրներից վատերից ամենավատին։ Ամերիկան այլևս չի կարող այս ծրագրի միջոցով ընդունել ահաբեկիչների, մարդասպանների եւ օրենքը խախտողների։ Suspended, սա նշանակում է կասեցվել է, կասեցվում է, դադարեցվում է, սա ժամանակավոր է, ժամանակավոր քայլ։ Ծրագիրը դադարեցվում է, բայց իրավականորեն շարունակում է գոյություն ունենալ, կարող է վերագործարկվել առանց կոնգրեսի նոր օրենքի։ USCIS-ի հայտարարության մեջ օգտագործվում է հենց սա։ Չեղարկելու դեպքում կգրեին cancel, terminate, abolish, որը կնշանակեր լիակատար ավարտ, ծրագիրը դադարում է գոյություն ունենալ։ TV վիզայի դեպքում դա հնարավոր է միայն կոնգրեսի որոշմամբ, քանի որ ծրագիրը ստեղծվել է օրենքով 1990 թվականին, ինչպես նշեցի։ Նման բառ ոչ Թրամփը, ոչ Նոեմը, ոչ էլ USCIS-ը չեն օգտագործել, եւ կարևոր նրբություն։ TV վիզայի մեծ մասը իրականում վարում է պետդեպարտամենտը, ոչ թե USCIS-ը։ Գրին քարտի խաղարկությունը չեղարկվել է, TV վիզան փակվել է կամ այլևս չի լինելու, չհավատաք նման տեքստերի, ով էլ որ դա ասի։ Բացառությամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի, որը ևս մեկ անգամ ասեմ, դա չի ասել։ Գրին քարտից անցում անենք գոլդ քարտի։ Նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ խոսել է գոլդ քարտ կամ Թրամփի ոսկե քարտի մասին, որը նա ներկայացրել է որպես գրին քարտ ստերոիդների վրա։ Նախագահի խոսքով ծրագիրը մշակվել է առևտրի նախարարության եւ իր աշխատակազմի հետ միասին եւ արդեն առաջին մի քանի օրերի ընթացքում վճարվել է շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դոլարի քարտ։ Դա անում է 1300 քարտ։ Ստացված ողջ գումարը Թրամփի խոսքով ուղղվելու է ԱՄՆ պետական պարտքի նվազեցմանը եւ մուտք է գործում ԱՄՆ գանձապետարան։ Նոր ծրագիրը նախատեսում է, որ Միացյալ Նահանգներում մնալու իրավունք կարող են ստանալ բարձր որակավորում ունեցող մասնագետներ 1 միլիոն դոլար վճարի դիմաց։ Թրամփը նշել է, որ նախկինում լավագույն համալսարաններն ավարտած օտարերկրյա ուսանողները Հարվարդից, Wharton-ի բիզնես դպրոցից եւ այլ առաջատար կրթական հաստատություններից հաճախ ստիպված էին լքել Միացյալ Նահանգները ավարտելուց անմիջապես հետո, չնայած ամերիկյան խոշոր ընկերությունների աշխատանքի առաջարկներին։ Նրա խոսքով գոլդ քարտի միջոցով ընկերություններն իրենք կարող են գնել այդ քարտը ու պահել իրենց անհրաժեշտ մասնագետներին Միացյալ Նահանգներում, փոխարենը նրանց կորցնելու Կանադայի կամ այլ երկրների օգտին։ Նախագահը խիստ քննադատել է նախորդ վարչակազմի ներգաղթային քաղաքականությունը, հայտարարելով, որ Բայդենի վարչակազմի տարիներին Միացյալ Նահանգները ներթափանցել շուրջ 25 միլիոն մարդ, այդ թվում բանտերից, հոգեբուժարաններից, թմրանյութերի շրջանառությամբ զբաղվողներ եւ այլ անձինք, որոնք նրա խոսքով
երկրում պետք է չլինեին։ Թրամփի խոսքով այժմ սահմանային ներհոսքը գրեթե ամբողջությամբ դադարեցված է, իսկ նոր մոդելով երկիր մուտք գործողները պետք է լինեն ֆինանսապես ապահով, վերահսկվող եւ օգտակար Միացյալ Նահանգների տնտեսության համար։ Նա ընդգծել է, որ Gold Card-ը ոչ միայն ներգաղթային, այլև տնտեսական գործիք է, որը թույլ է տալիս պահպանել բարձր որակավորում ունեցող աշխատուժը Միացյալ Նահանգներում եւ միաժամանակ ապահովել պետական եկամուտների աճ։ Մի պահ գնանք Հայաստան։ Մեր երկիրը 2026-ի խորհրդարանական ընտրություններին գնում է ոչ միայն ներքաղաքական պայքարի, այլև արտաքին ճնշումների սպասումով։ Պաշտոնական Երևանն արդեն դիմել է Եվրամիությանը, օգնություն խնդրելով արտաքին միջամտությունների ու հիբրիդային ազդեցությունների դեմ պայքարի համար։ Կայա Կալասը բաց տեքստով ասում է. Հայաստանն ուզում է նույն գործիքակազմը, ինչ Եմեն տվել էր Մոլդովային։ Իսկ Մոլդովայի օրինակը Եվրոպայում ներկայացվում է որպես հաջողված պաշտպանություն, բայց միևնույն ժամանակ ընդդիմության ճնշումների ու կոշտ քաղաքական բախումների պատմություն էլ կա դրա մեջ։ Ու հենց այստեղ է գլխավոր հարցը։ Եթե Հայաստանին էլ նույն մոդելն են առաջարկում, դա ինչի է վերածվելու մեր դեպքում իրական պաշտպանության, թե ներքաղաքական խաղի նոր փուլերի։ Իսկ երկրորդ հարցն ավելի սուր է։ Ով է համարվում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի հիմնական աղբյուրը։ Իշխանությունները սլաքներն ուղղում են դեպի Ռուսաստան, շեշտելով, որ ընտրություններին մոտենալուն զուգահեռ ճնշումները մեծանում են։ Բայց հարցը միայն ֆինանսական չէ։ Սա ընտրություններից առաջ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին ազդակ է, շատ կոնկրետ հետևանքներով։ Դիտենք Հայաստանից մեր գործընկերոջ պատրաստած ռեպորտաժը։ Հայաստանն օգնություն է խնդրել Եվրամիությունից 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը խնդրել են աջակցություն արտաքին միջամտության դեմ պայքարում, ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային։ Ինչ է արել Եվրամիությունը Մոլդովայի համար։ Փորձագետների գնահատմամբ հենց այդ աջակցության շնորհիվ Մոլդովայում իշխանության եկան Եվրոպամետ ուժերը։ Գործընթացը զերծ չէր քաղաքական այլախոհների հանդեպ ճնշումներից, այս ամենը որակվեց որպես հիբրիդային պատերազմի դեմ արդյունավետ պայքար։ Իսկ ով է Հայաստանի դեմ իրականացնում հիբրիդային պատերազմ? Իշխանությունները տարբեր հարթակներում ունեցած ելույթների եւ քննարկումների ժամանակ սլաքներն ուղղում են դեպի Ռուսաստանի Դաշնություն, շեշտելով, թե ընտրություններին ընդառաջ ավելի մեծ ճնշում են զգում Հյուսիսից։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրամիությունը Հայաստանին 15 միլիոն եվրո կհատկացնի նաև նման հարցերի լուծման համար։ Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն սցենարը նույնն է։ Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել նման ազդեցություններին։ Նիկոլ Փաշինյանի վերջերս Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հիբրիդային պատերազմի թեման եւս չշրջանցվեց։ Վարչապետ Փաշինյանն ինձ ասաց, թե ինչ պատկերացում ունի Հայաստանի զարգացման ժողովրդավարական բարեփոխումների մասին։ Ժողովրդավարության զարգացման մաս են խորհրդարանական ընտրությունները, որոնք հունիսին են տեղի ունենալու։ Խաթարող մի հանգամանք կա։ Ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են ձեռնարկում գործընթացի դեմ։ Հատկապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության եւ Արևմուտքի հետ սերտեցման մասին։ Միայն համախոհ երկրների առավել համակարգված եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ կարող ենք ապրապնդել մեր հավաքական ժողովրդավարական դիմակայունությունը։ Փաշինյանը մերձին վստահեցրեց եվրաինտեգրման գործընթացը Հայաստանում նոր թափ է հավաքում։ Ինչն այս տարի մարտից նաև արտահայտվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմամբ։ Ու չնայած այս զարգացումներին Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած այցն անփոփոխ ասուլիսում նշեց, թե այս պահին Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նպատակ Հայաստանը չունի։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չի։ Եվ մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետքա որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չի։ Այսինքն այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն դա ճաշակային որոշում է, եթե չկա այսօր այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի համար կայացնենք այդ որոշումը։ Ասաց Փաշինյանն ու Գերմանիայից ուղևորվեց ուղիղ Ռուսաստան մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Республика Армения придает особое значение расширению географии Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵԱՏՄ-արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը, այն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսությունում կազմակերպության դերի հետագա ամրապնդման հիմնական գործոն։ Իսկ այս ընթացքում Վրաստանի վարչապետը դժգոհեց Եվրամիության երկակի ստանդարտներից։
Եվրոբյուրոկրատիան մեզնից է պահանջում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, մինչդեռ որոշ երկրների վարչապետեր կարող են Եվրոպայից Մոսկվա թռչել։ Մենք դեմ չենք, դա այդ երկրների ներքին գործն է, բայց այն ինչ ընդունելի է որոշների համար կարող է կտրուկ բացասական արձագանք առաջացնել մյուսների մոտ։ Կոպախիձեն նշել է, որ Եվրամիությունը նման պահանջ չի ներկայացրել Մոլդովային, Հայաստանին կամ այլ երկրների։ Շարունակենք մեկ այլ ֆինանսական թեմայով։ Եվրամիության առաջնորդները համաձայնության եկան Ուկրաինային տրամադրել շուրջ 90 միլիարդ դոլարի վարկ։ Այդ միջոցները նախատեսված են աջակցելու հաջորդ 2 տարիներին Ուկրաինայի պաշտպանությանն ու տնտեսությանը։ Վարկը կտրամադրվի ԵՄ համատեղ փոխառության միջոցով, ապահովված միության բյուջեով։ Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան համաձայնել են ծրագրին այն պայմանով, որ այն իրենց համար ֆինանսական բեռ չստեղծի։ Սակայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոշտ քննադատել է որոշումը, այն անվանելով վատ քայլ։ Նրա խոսքով այդ գումարները կորսված փող են եւ կարող են ել ավելի սրել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Եվրամիությունը նախընտրել է վարկի տարբերակը, հրաժարվելով նախնական գաղափարից, որը ենթադրում էր Եվրոպայում սառեցված Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվների օգտագործում։ Այդ նախաձեռնությունը բախվել էր մի շարք դժվարությունների, հիմնականում Բելգիայի կողմից, որտեղ պահվում է սառեցված միջոցների մեծ մասը։ Բելգիան մտահոգություն էր հայտնել հնարավոր իրավական եւ ֆինանսական ռիսկերի վերաբերյալ Ռուսաստանի հնարավոր հակաքայլերի դեպքում։ Այնուամենայնիվ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի ուղերձը հստակ էր, սառեցված ակտիվները կմնան սառեցված եւ ի վերջո կօգտագործվեն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատճառված վնասը վերականգնելու համար։ Եվրոպական ընտանիքում կարծում եմ չկա մեկը, ով ցանկանա այդ գումարների վերադարձը Մոսկվային։ Մենք վերադառնում ենք սկզբնական գաղափարին այդ միջոցներն օգտագործել Ուկրաինայում Ռուսաստանի չհրահարված եւ չարդարացված պատերազմի հետևանքով պատճառված վնասը վերացնելու համար, հայտարարել է նա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վաղուց էր կոչ անում Եվրամիությանը օգտագործել ռուսական ակտիվները Ուկրաինայի դիմադրությունը շարունակելու համար։ Վարկային համաձայնությունից առաջ ԵՄ-ի մի շարք առաջնորդներ հայտարարել են, որ Ուկրաինայի համար առնվազն երկամյա ֆինանսավորման ծրագիրը կենսական անհրաժեշտություն է։ Նրանք նաև ցանկանում էին ընդգծել եվրոպական միասնականությունը, հատկապես Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո, որոնցում նա Եվրոպային անվանել էր թույլ։ Այսօր լայնածավալ 2 ժամ տևողությամբ ասուլիս է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս լայնածավալ հայտարարություններից առանձնացրել եմ նաև ռուս-ուկրաինական թեման, որտեղ պետդեպի ղեկավարը նշել է, որ որևէ կողմի համար պատերազմը չի կարող ավարտվել ռազմական հաղթանակով եւ միակ իրատեսական ելքը մնում է բանակցված լուծումը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները չի կարող պարտադրել խաղաղության պայմաններ ոչ Ուկրաինային, ոչ Ռուսաստանին, քանի որ խաղաղ համաձայնագիրը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկու կողմն էլ համաձայն են դրան։ Ասուլիսի ընթացքում Ռուբիոն ընդգծել է, որ թե Միացյալ Նահանգները խորապես ներգրաված է գործընթացում, այս պատերազմը ամերիկյան պատերազմ չէ։ Նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա վարչակազմը ավելի շատ ժամանակ, ուշադրություն ու ռեսուրս են տրամադրել Ուկրաինայի հարցին, քան գրեթե ցանկացած այլ արտաքին քաղաքական թեմայի, ներառյալ առևտրային բանակցությունները։ Ռուբիոն հիշեցրել է, որ պատմականորեն պատերազմներն ավարտվում են կամ կողմերից մեկի լիակատար պարտությամբ, կամ բանակցված համաձայնությամբ։ Նրա գնահատմամբ այս պահին որևէ կողմի կապիտուլյացիա իրատեսական չէ, իսկ բանակցված լուծումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով, երբ կողմերից յուրաքանչյուրը ինչ-որ բան է զիջում եւ ինչ-որ բան ստանում։ Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ի ներկայիս դերը միջնորդական է, հասկանալու թե ինչին է պատրաստ Ուկրաինան, ինչին կարող է համաձայնել Ռուսաստանը եւ արդյոք այդ դիրքորոշումների միջև գոյություն ունի հատման կետ։ Նա ընդգծել է, որ սա բարդ եւ փակ դիվանագիտական գործընթաց է, որը չի կարող լուծվել հրապարակային հայտարարություններով կամ ասուլիսներով։ Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարություններին, ըստ որոնց Մոսկվան պատրաստ է ավարտել պատերազմը միայն իր պահանջների լիակատար ընդունման դեպքում, Ռուբիոն նշել է, որ խաղաղ գործընթացը չի կարող հիմնվել միայն խոսքերի վրա։ Նրա խոսքով կարևոր է ոչ թե այն, ինչ կողմերը հայտարարում են հրապարակային դաշտում, այլ այն, թե ինչի են իրականում պատրաստ բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուբիոն նաև շեշտել է, որ որևէ խաղաղ համաձայնագիր հնարավոր չէ առանց Ուկրաինայի համաձայնության եւ նույն սկզբունքը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Նրա խոսքով խաղաղությունը կարող է լինել միայն երկկողմ ընդունելի պայմանների արդյունք։ Պետքարտուղարը նաև նշել է, որ նախագահ Թրամփը պատերազմները դիտում է որպես մարդկային կյանքերի, ռեսուրսների եւ ժամանակի ծանր կորուստ։ Նրա խոսքով ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են զոհվում, Ուկրաինայի ենթակառուցվածքները շարունակաբար ոչնչացվում են, իսկ պատերազմի գինը թե ֆինանսական, թե մարդկային առումով օրեցօր աճում է։ Եզրափակելով, Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է միջնորդական ջանքերը, քանի որ ներկայումս Միացյալ Նահանգներն այն եզակի երկիրն է, որը կարող է ուղիղ շփումներ ունենալ եւ Կիևի եւ Մոսկվայի հետ։ Նրա խոսքով, եթե խաղաղությունը հնարավոր չի լինի այս փուլում, Վաշինգտոնը կշարունակի գնահատել, թե երբ եւ ինչ պայմաններում այն կարող է դառնալ իրական։
Այսօրվա համար այսքանը։ Չմոռանաք ալիքին բաժանորդագրվել եւ հավանել նյութերը։ Հուսամ, որ բավարար պատասխանել եմ Green Card-ի խաղարկությանը վերաբերող հարցերին եւ ներկայացված նյութերը իրոք տեղեկատվական էին։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։